Ես ամենության միանում եմ պաշտպան Մեժրումյանի ներկայացուցչությանը և կարծում եմ, որ ինչպես նախորդ դատավարության ժամանակ սահմանադրական կարգի ապահովման հետ կապված ես որևէ առնչություն չունեմ և մանավանդ որ հոդվածի հետ նկատի ունեմ, մանավանդ որ սահմանադրական դատարանը ճանաչել է 78-79 հոդվածների համաձայն այն սահմանադրությանը հակասող և անվավեր։ Մի քանի հավելում ես կարող եմ ասել, որ նախ և առաջ նոր միջնորդության մեջ և նախկին նաև միջնորդության մեջ սխալ է նշված պաշտպանության իմ պաշտոնը, որովհետև նշված է պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ։ Իրականում իմ պաշտոնը եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գլխավոր շտաբի պետ 2008 թվականի դեկտեմբերին է փոփոխություններ տեղ ունեցել պաշտպանության մասին օրենքում, որտեղ որ առանձնացվել են որոշակի առումով զորային կառույցի ղեկավարման իրավունքը տրվել է գլխավոր շտաբի պետին, իսկ ռազմաքաղաքական ղեկավարության հնարավորությունները պաշտպանության նախարարը։ Սա էական նշանակություն ունի, որովհետև նոր միջնորդության մեջ է նշված չի հանրարման, իսկ բանը նշված չի եղել, որ ես հանդիսանում եմ ազգային ժողովի պատգամավոր։ Փաստորեն ստացվում է, որ մի գործով, որը որ հակասանում է տեղականներ, հակասող և անվարվեց նոր միջնորդության մեջ, նաև նույնիսկ այսօրվա իմ պաշտոնը չի նշված, որի շուրջն է պաշտպան Մեժրումյանը ներկայացնում է համապատասխան միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու բացառապես որպես ազգային ժողովի պատգամավոր հանդիսանալու հանգամանքով, այսինքն անձեռնետվության հարցը ըստ ընթացակարգերի լուծելու հետ կապված։ Դրա համար որպեսզի չերկարացնեմ, ես գտնում որ այսօր նորից եմ ասում, որ ես մեղադրել չեմ, ես չեմ ուտնում, առավելևս, որ իհարկե առաջ անցնելով ասեմ, հաջորդ հարցերի մեջ է դա դեպված լինելու և անձերում պատրվանումներ կտան, եթե այս դատավարությունը շարունակվի, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը և նրա կազմում գլխավոր շտաբի պետը որպես առաջին տեղակալում տվել օրենքների համաձայն և գործել են բացառապես այն նպատակով, որպեսզի կարողանան Հանրապետության հայրաքաղաքում պաշտպանել այս կարևոր օբյեկտները, որոնք որ ազդեցության տակին գտնվում ոչ խաղաղ սարավնդների կողմից։ Դրա համար ես միանում եմ և գտնում եմ, որ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և միայն եթե ընթացակարգերով պետք է առաջ շարժվեն անձնախելության հարցը լուծելուց։